Փաշինյան-Պուտին ապրիլ-մեկյան հանդիպումից 4 օր անց Կրեմլը հասկացնում է Հայաստանի իշխանությանը, այլևս չփորձեք Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի գրպանը գցել։ Ըստ Պուտինի խոսնակի, Ղարաբաղի վերաբերյալ որոշումները կայացրել է Հայաստանի իշխանությունը։ Հիմա էլ ինքը Փաշինյանն է դեմ արտահայտվում Ղարաբաղի հայերի վերադարձին և Ռուսաստանը չի ցանկանում, որ իրեն ասոցացնեն Ղարաբաղյան կոնֆլիկտի հետևանքների հետ։ Նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, որ այս հարցը քննարկելիս մեզ անհարկի հղումներ չարվեն, քանի որ դա ամբողջությամբ Երևանի ղեկավարության կայացրած որոշումն է։ Ռուսաստանը բացարձակապես կապ չունի դրա հետ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով Մոսկվան արդեն ուղիղ է ասում Փաշինյանին, Արցախը դու ես հանձնել Պրահայում, և մեզ մի խառնիր քո չար գործերին։ Դուք երկու անգամ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի իմաստը, ես էլ ճանաչեցի։ Հետաքրքիր է, ասենք, եթե Պուտինը ասի, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է, Նիկոլը էլի ճանաչելու է դա այդպես, կամ ասենք ասի, որ օրինակի համար Շիրագի մարզը դա Վրաստանինն է։ Օրինակ եմ ասում, էլի։ Ուրեմն Նիկոլը պետք է հլունազանդ, ասի, որ դե քանի որ Պուտինն է ասի, ուրեմն մենք այդպես ենք անելու։ Սա է մեր ինքնիշխանությունը։ Ինքնիշխանության մասին անպագորգոր հայտարարություններ անողները Հայաստանի անվտանգության նոր երաշխավոր են գտել։ Ալիևն է հավակնում այդ դերին, Արեն Սիմոնյանն է խոստովանել ՔՊ համագումարում։ 2 ամիս առաջ էլ Փաշինյանը Թրամփին էր կարգել մեր անվտանգության երաշխավոր, ասելով, թե Թրամփի ուղին 99 տարով ապահովելու է Հայաստանի անկախ ինքնիշխան պետության գոյությունը։ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Հայաստանի անվտանգության երաշխավոր Ադրբեջանը երբ դուրս կգա Հայաստանի սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացրած տարածքներից։ Այս հարցը ՔՊԱ-ականների համար կարծես առանձնապես կարևոր էլ չէ։ Կարևորը ադրբեջանցիները խաղաղ են նստած մեր լեռներում։ Քաղաքագետ Համբարյանը նկատում է, ադրբեջանցիները հետ քաշվելու մտադրություն չունեն, որովհետև այդպիսի պահանջ էլ չկա։ Հիմա Փաշինյանի մտքում միայն վերընտրվելն է։ Դրա համար էլ Ալիևի ոճով հայ ժողովրդին պատերազմով է շանտաժանում։ Երկրի ղեկավարը, որը շանտաժում է իր հասարակությանը պատերազմով, դա նորմալ չէ։ Հաջորդը գիտեք ինչ է լինելու, եթե Աստված ոչ անի ինքը դրվի Հայաստանի վարչապետ։ Ինքը դառնալու ասելու է, եթե ադրբեջանցիները չբնակեցվեցին Հայաստանում, պատերազմ կլինի։ Հաջորդ անգամ կասի, եթե ադրբեջանցիները ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեցան, պատերազմ կլինի։ Հաջորդը կլինի, եթե ադրբեջանցիները ներքին ինքնավարություն չունեցան Հայաստանում, պատերազմ կլինի։ Ու այդպես շարունակաբար ինքը տեսում է, որ ինքը շանտաժով հայ հասարակությանը պարտադրում է կապիտուլյացիայի թուրքերի առաջ։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ Ֆիդանին շնորհակալություն հայտնող Սիմոնյանը շաբաթ ասել է, թե Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը ռուսամետ ուժերի մասին խոսելով արչի ծառայություն է մատուցել այդ կուսակցություններին։ Շատ հետաքրքիր է, ասենք, երբ որ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ասում է, որ Նիկոլը կառուցողական անձնավորություն է, բաց այդ գովազդելով Նիկոլին, կամ ԱՄՆ փոխնախագահ Վենսը գալիս է Հայաստան եւ բաց այդ ուղղորդում է հայ ընտրողին, որ գնան ընտրեն Նիկոլ Անհողին, դա նորմալ է, ասենք, իսկ ասենք Ռուսաստանի Դաշնության նախագահան, որ ասում է, որ ռուսամետ ուժեր կան եւ նրանք էլ պետք է մասնակցեն ընտրություններին, դա արչի ծառայություն է։ Փաշինյանի մի քանի աթոռի վրա միաժամանակ նստելու արտաքին քաղաքականության հետևանքն է, որ բոլոր մայրաքաղաքներից փորձում են միջամտել Հայաստանի ներքին գործերին, որպեսզի իշխանության գան իրենց սրտի կուսակցությունները։ Առնչվեցինք այն փաստեդ, որ Հայաստանը ինքնիշխան երկիր չէ։ Եվ ցավոք դա մենք ամենօրյա ռեժիմով ենք տեսնում, երբ որ արդեն մեր գործընկերները, մեր թշնամիները, մեր հագարագործները մեզ որպես օկուտի, այսպես տեսանկյունից դիտողները ներքաշում են մեր ներքին գործերին, միջամտում են մեր ներքին գործերին։ Համբարյանը վստահ է, իզմեր չունեցող Փաշինյանը պատրաստ է ծառայել աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոնի, որը կխոստանա ապահովել իր իշխանության վերարտադրությունը։ Ինքը ցավով պետք է արձանագրեն, որ
ամենահարմար Հայաստանի ղեկավարն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ու հայ հանրության համար, հայաստանցիների համար։ Ինքը շատ լավ ղեկավար է ամերիկացիների, բրիտանացիների, Եվրամիության անդամների, հատկապես Ֆրանսիայի, ռուսների, թուրքերի, ադրբեջանցիների, որովհետև այդ երկրների մայրաքաղաքներից ինչ պատվեր իջնում է Նիկոլին, Նիկոլը դրանք բոլորն անում է։ Վերընտրվելու մոլուցքով տարված Փաշինյանը ընտրական ցուցակ կազմելիս էլ խորամանկության է դիմել։ Ցուցակի առաջին հորիզոնականներում ՔՊ հիմնադիրների փոխարեն նախարարներ են, այն հաշվարկով, որ նրանք ամբողջ թափով կկիրառեն վարչական ռեսուրսը։ Օրինակ առողջապահության նախարար նորաթուխ ՔՊ-ական Անահիտ Ավանեսյանը ցուցակի 3-րդ տեղն է գրավում։ Մինչդեռ կարկառուն ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը նահանջել է 7 կետով ու հայտնվել 14-րդ հորիզոնականում։ Ինքը փորձում է ամեն գնով վերընտրվել եւ սա հասկանալի է բոլորի համար, որովհետեւ ինքը սովորական քաղաքական լիդեր չէ։ Ինքը կռիվ է տալիս կյանքի համար։ Կարնե Մանգասարյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր Կիրակի։